Հայաստանից, Մոլդովայից, Բելարուսից, Ղազախստանից, հետխորհրդային երկրներից ավելի քան 600 քաղաքական ու հասարակական գործիչ է մասնակցում Մոսկվայում Եվրասիա ավանդական արժեքների տարածք միջազգային խոշոր համաժողովին։ Ռուսական ոչ մի կազմակերպություն Հայաստանում դեռ այդքան բան չի արել, ինչքան Եվրասիան այս մեկ տարվա ընթացքում։ Այսպես է գնահատում Հայաստանում արդեն մեկ տարի գործող Եվրասիա կազմակերպության աշխատանքը Տիգրան Քոչարյանը։ Նա շատ կուզեր, որ Հայաստանում ռուսական կազմակերպությունների աշխատանքի մասին շատ խոսվեր։ Պետք է բարձրաձայնվի այն, ինչ փորձում է անել Ռուսաստանը, համապատասխան մեդիա աղմուկ պետք է լինի։ Ցավոք Ռուսաստանյան կառույցները նման փորձ քիչ ունեն։ Մենք անընդհատ առաջարկում ենք տարբեր մեթոդներ, համակարգված աշխատանքով, պրոֆեսիոնալ կադրերի ներգրավմամբ եւ կազմակերպվածությամբ կարելի է մեծ հաջողությունների հասնել։ Տիգրան Քոչարյանն առանձնացնում է ճանաչիր Ռուսաստանը ծրագիրը, որի շնորհիվ հայ կամավորները կարողանում են իսկապես ճանաչել այդ երկիրը, կոտրելով Ռուսաստանի շուրջ ստեղծված միֆերը։ Այն, ինչ արել է Եվրասիան Հայաստանում, իսկապես աննախադեպ է։ Ուզում եմ առանձնացնել ճանաչիր Ռուսաստանը մեդիատուրը, որի շնորհիվ ուսանողները, երեխաները, կամավորները հնարավորություն ունեն դուրս գալ Հայաստանից։ Հայաստանում մարդիկ ստանում են տեղեկություններ, թե Ռուսաստանում ամեն ինչ վատ է պատժամիջոցների պատճառով։ Մարդիկ սոված են, երկիրը չի զարգանում, բայց այդ ծրագրի շնորհիվ մարդիկ գալիս են Մոսկվա, օգտվում էլեկտրոբուսներից, մետրոյից, խանութներից, լինում կարմիր հրապարակում ու իրենց աչքով տեսնում ինչպես է կյանքը եռում Մոսկվայում։ Ռուսաստանի ու դրա ղեկավարի մասին կարծրատիպերի մասին է պատմում լատվիացի այս բլոգերը, որը Լատվիայում իրեն քաղաքական հալածյալ է զգացել ամեն անգամ, երբ բարձրաձայնել է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալու անհրաժեշտության մասին։ Ես բարեկամական, ադեկվատ հարաբերությունների կոչ էի անում Ռուսաստանի, Բելարուսի հետ։ Դա իսկապես մեզ համար շահեկան կլիներ, քանի որ ոչ միայն ընդհանուր արմատներ, բարեկամական կապեր ունենք Ռուսաստանի հետ, այլև գաղափարապես ենք շատ նման ռուսներին։ Но, к сожалению, это не нравилось, скажем так, спецслужбам Латвии. Ցավոք իմ կարծիքը դուր չէր գալիս Լատվիայի հատուկ ծառայություններին։ Ինձ ասացին, որ պետք է լռեմ։ Դե ես չէի կարող լռել։ Ստիպված էի ուղղակի լքել Լատվիայի հանրապետությունը։ Լատվիան մեկն է այն հետխորհրդային երկրներից, որ ավելի քան 50 տարի լինելով ԽՍՀՄ կազմի մեջ, հիմա հնարավորինս փորձում է նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից։ Եվրոպայի խոշորագույն փառատոններում մրցանակների արժանացած կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան չի հասկանում, ինչու է Հայաստանը ուզում փոխել արտաքին քաղաքական վեկտորը Ռուսաստանից դեպի Եվրոպա։ Եվրոպական ուղին հենց ձեր ուղին է, բայց դա չի նշանակում, որ դուք պետք է դեպի Բրյուսել գնաք։ Դուք եք Եվրոպան։ Եթե դուք ձեր ճանապարհին մնաք, դա ամենալավ ճանապարհը կլինի։ Սերբ ռեժիսորը Հայաստանի ճակատագիրը նմանեցնում է Սերբիայի ճակատագրին։ Սերբիան էլ դաժան պատերազմների միջով անցնելուց հետո կանգնած է ընտրության առաջ՝ Եվրոպա թե Ռուսաստան։ Իդեպ ըստ Կուստուրիցայի Բելգրադի բնակիչների գենետիկ կոդն ուսումնասիրելիս պարզվել է, որ նրանց մեծ մասը հայկական ծագում ունի։ Լիլիթ Գասպարյան, Արտակ Հերիքյան, Տիգրան Գասպարյան, Հայլուր։